Երևանում ժամը 18-ն է, FM 107-ի եթերում Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկումն է, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այս թողարկմանը 2012-ին հակառակորդն առանձնակի ակտիվություն է դրսևորել։ Պաշտպանության նախարարն ընդունել է մահացած ժամկետային զինծառայողի հարազատներին։ Կմեկնարկի բանակը մենք ենք խորագրով միջոցառումների շարք։ Այժմ այս եւ այլ թեմաների մասին առավել մանրամասն։ Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների 2012 թվականի մեկնարկային օրերին Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները դրսևորել են առանձնակի ակտիվություն։ Միայն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը եւ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի դիրքապահ ուժերը տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են 90 անգամ, Պաշտպանության բանակի առաջնագծի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց։ Ըստ Պաշտպանության բանակի լրատվության եւ բաժնի հաղորդագրությամբ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տուրք չտալով ադրբեջանական բանակի նմանօրինակ նախահարձակ գործողություններին շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին եւ առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է 2011 թվականի դեկտեմբերի 30-ին մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի հարազատներին։ Նախարարը լսել է զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ նրանց մտահոգությունները եւ ներկայացրել դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի եւ ծառայողական քննության այս պահի արդյունքները։ Պաշտպանության նախարարը հանձնարարություններ է տվել քննչական ծառայության եւ ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանումների ղեկավարներին մանրակրկիտ ուսումնասիրել Հայկ Խաչատրյանի հարազատների դիտարկումները եւ կատարել մասնագիտական հետեւություններ։ Սեյրան Օհանյանը Հայկ Խաչատրյանի հարազատներին հավատացրել է, որ դեպքի կապակցությամբ ստեղծված բժիշկների անկախ հանձնաժողովի եզրակացության եւ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում պարզվելու են զինվորի մահվան ողջ հանգամանքները եւ եթե լինեն մեղավորներ, ապա նրանք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։ Հայոց ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի պետական համալսարանի երիտասարդ համալսարանականների միավորում հասարակական կազմակերպությունը նախատեսում է իրականացնել «Բանակը մենք ենք» խորագրով միջոցառումների շարք։ Միջոցառումների մեկնարկը կտրվի հունվարի 16-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում երթով, որտեղ տարբեր բուհերի ուսանողներ կկազմակերպեն մոմավառություն ի հիշատակ զոհված ազատամարտիկների։ Ծրագրի իրականացմանն աջակցում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը պարտավորեցրել է Երևանի քաղաքապետարանին Transparency International հակակոռուպցիոն կենտրոնին տրամադրել 1998-ից 2009 թվականներին ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի կանաչ տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը նշել է, որ այս փաստաթղթերի ու տեղեկությունների միջոցով իրենք ցանկանում են պատկերացում կազմել, թե 1998 թվականից մինչև այժմ ինչ փոփոխություններ է կրել մայրաքաղաքի կանաչ տարածքները եւ դրանք հանրությանը վերադարձնելու ինչ հնարավորություններ դեռ կան։ Ֆրանսիահայերը հունվարի 23-ին ակցիա կանցկացնեն Սենատի առջև, որն այդ օրը կքննարկի հայոց ցեղասպանության շղթումը քրեականացնող օրինագիծը։ Ինչպես հաղորդում է Nouvelle d'Arménie, ակցիան կազմակերպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը։ Ակցիայով մեր հայրենակիցներն իրենց աջակցությունն են հայտնելու հայոց ցեղասպանության շղթումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։ Ֆրանսիայի ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին ընդունել է հայոց ցեղասպանության շղթումը քրեականացնող օրինագիծը, որով 1 տարվա ազատազրկում եւ 45000 եվրո տուգանք է սահմանում ցեղասպանությունը Ֆրանսիայի տարածքում ժխտողների համար։ Ուկրաինայում բավականին հզոր հայկական համայնք կա, կարծում եմ, որ այստեղ հզոր հայկական լոբբի գոյություն ունի եւ այդ գործոնը կարող է օգնել Կիևին եւ Երևանին համեմատական համակարգում շփումներն ընդլայնելու համար։ Ուկրաինական անալիտիկա ATUA կայքի հետ զրույցում ասել է ուկրաինացի վերլուծաբան Անդրեյ Պիշնին։ Վերլուծաբանը հավելել է, թե անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել տնտեսական նախագծերին եւ քաղաքական շփումների ընդլայնմանը։ Կարծում եմ, որ հեռանկարները հսկայական են, ասել է նա։ Հայոց ցեղասպանության ճանաչմանն անդրադառնալով քաղաքագետն ասել է, թե Գոլոդոմերի կամ մեծ սովահարության տարիներին միայն Ուկրաինայի տարածքում 1932-ից 33 թվականներին սովից տարբեր հաշվարկներով մինչև 10 միլիոն մարդ է զոհվել, թե հայոց ցեղասպանությունը պետք է համապատասխան գնահատական ստանան։ Նման հարցերում պետք է առաջնորդվել համաքրիստոնեական արժեքներով, քանի որ մարդկային տառապանքները չպետք է մոռացության մատնվեն։ Իրանի արտգործնախարարությունը երկու նամակում դատապարտել է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կառավարություններին եւ ընդգծել նրանց մասնակցությունը միջուկային ֆիզիկայի ոլորտում ֆիզիկոս-գիտնական Մուստաֆա Ահմադի Ռոշանի սպանության գործում, կոչ անելով, որ երկու երկրներն են պատասխանատու իրանցի գիտնականների դեմ իրականացվող հանցագործությունների համար։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին ուղղված բողոք նամակում Թեհրանը նշել է, որ իրանցի գիտնականի սպանությունը տեղի ունեցավ եւ Բրիտանիան պաշտոնապես հայտարարեց սկսել հետախուզական գործունեություն Իրանի դեմ։ ԱՄՆ-ին ուղղված նամակում Իրանն ընդգծել է, որ դատապարտելով այս
այսպիսի անմարդկային արարքները Իրանը ԱՄՆ կառավարությունից պահանջում է արագ պատասխան եւ խստագույնս նախազգուշացնում է իրանցիների դեմ իրականացվող ցանկացած տեսակի ահաբեկչական գործողությունների հետևանքների համար։ Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Շարլ Ազնավուրն աշխատանքային հանդիպում է ունեցել հայ-շվեյցարական բարեկամական խորհրդարանական խմբի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական մակարդակով երկու երկրի միջև համագործակցության ուղղությունները, փոխադարձ այցելությունների հնարավորությունը։ Դեսպան Ազնավուրը կարևորել է երկու երկրի խորհրդարանների բարեկամության խմբերի միջև ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը, այդ թվում նաև հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությունը։ Հավելեն, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 387 դրամով, եվրոն 493-ով, օդի ջերմաստիճանն այժմ +7 է։ Այսքանը թողարկման այս հատվածում, իսկ այժմ խոսքը փոխանցում եմ իմ գործընկեր Արտակ Մուրադյանին, ով կներկայացնի օրվա տեղեկատվական վերլուծական պատկերը։ Խնդրեմ Արտակ։ Շնորհակալ եմ Ժիրայր։ Հարգելի ռադիոլսողներ, FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է, ձեզ հետ է Արտակ Մուրադյանը, այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու։ Իրանի տարածքին ռազմական հարվածը անհետևանք չի կարող մնալ Հայաստանի համար, ռազմական փորձագետ։ Միգրացիոն հոսքերի ակտիվացում ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում։ Ինչպես լուծել հայրենադարձության խնդիրը։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Եվ այսպես, Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները լուրջ քննարկման առիթ են դարձել։ Մի կողմից Արևմուտքը ակնարկում է Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների հնարավոր ծավալումը, մյուս կողմից էլ Իրանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում զիջումների գնալ։ Վերլուծելով ստեղծված իրավիճակը, այս իրադարձությունների հարթության վրա փորձագետները փորձում են կանխատեսել հնարավոր զարգացումները։ Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը քիչ հավանական է համարել ներկա փուլում ռազմական գործողությունների մեկնարկը։ Ըստ նրա, կան մի շարք քաղաքական հարցեր, որոնք հիմք կհանդիսանան ռազմական գործողությունների սկսումը հետաձգելու համար։ Թեման շարունակում է Աննա Գզիրյանը։ Վերջին շրջանում Իրանի շուրջ բավական բարդ իրադրություն է ստեղծվել։ Իսրայելը հրահրում է ԱՄՆ-ին, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ իրականացնի։ ԱՄՆ-ն էլ իր ռազմական նավատորմն է մոտեցրել Արաբական ծովին, իսկ Պարսից ծոցին էլ մոտենում են անգլիական ռազմածովային նավերը։ Այս իրադարձությունները խոսում են առկա լարվածության մասին եւ թույլ են տալիս կարծելու, որ ռազմական բախումն անխուսափելի է։ Իհարկե ոչ մի զարգացման սցենար պետք չէ բացառել, սակայն ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը գտնում է, որ ներկա փուլում պատերազմի հավանականությունը քիչ է, դեռ վաղ է դրա մասին խոսել է։ Սակայն մյուս կողմից կան քաղաքական մի քանի գործընթացներ, որոնք փաստում են, որ գալիս են ապացուցելու, որ հավանաբար, եթե նույնիսկ պլանավորվում է նման ռազմական բախում, այն այնուամենայնիվ կհետաձգվի։ Հետաձգվի գոնե մինչև Իրանում գարունը տեղի ունեցող ընտրություններ, ինչպես նաև ուրանի հարստացման հետ նախագծերի հետ կապված որոշակի հստակեցումներ եւ այլն։ Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները լուրջ ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանի վրա։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով Իրանը այդ խառնաշփոթի մեջ տարածաշրջանին ներքաշելու շատ լուրջ ռեսուրսներ ունի եւ չի բացառվում, որ իր վրա հարձակման պարագայում հենց այդպես էլ վարվի։ Հաշվի առնելով այն, որ խոշոր պետություններն իրենց շահերն ունեն տարածաշրջանում, ապա կարելի է նշել, որ նրանք գործի կդնեն տարբեր լծակներ իրավիճակը մեղմելու համար, ասաց ռազմական փորձագետը, իսկ այս իրավիճակում ինչպիսին պետք է լինի Հայաստանի դերը։ Մենք առայժմ ակտիվ չեզոքություն, այսպես կոչված, որը շատ ճիշտ է եւ արտարացված է։ Չի բացառվում, որ մենք մեր խողովակներով դիվանագիտական փորձում ենք թույլատնել լարումը, սակայն իրադրությունը, եթե շահերի համընկնում եղավ Արևմուտքի կողմից եւ բանը հասավ նրան, որ միգուցե արդեն ուղղակի հարված են, չեմ կարծում, որ Հայաստանը կամ առավել եւս նույնիսկ Ռուսաստանը կամ մեծ պետություն վիճակի է սա կանգնեցնելու։ Իրանի հետ կապված դեպքերի համատեքստում չպետք է մոռանալ Ադրբեջանի մասին, ով պարբերաբար սադրիչ գործողություններ է իրականացնում։ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, եթե Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ այնուամենայնիվ սկսվեն, չի բացառվում, որ Ադրբեջանը օգտվի ստեղծված խառնաշփոթից եւ հարձակվի Լեռնային Ղարաբաղի վրա։ Ինքներդ եք հասկանում, որ Արցախյան պատերազմի արդական գործողությունների ակտիվ վերսկսման դեպքում մենք կունենանք շատ ավելի լարված եւ լրիվ ուրիշ իրադրություն, այլ հարց է, թե դա ինչպես կազդի կամ ինչպես կավարտվի, ինչ ընթացք կստանա, Ադրբեջանը այս անգամ ինչ կկորցնի, ինչ ձեռք կբերի եւ այլն, սա արդեն
Իսկ թվում է կանխատեսումների են շատ բարդ որոշն է։ Այս գործընթացներից հեռու չի մնում նաև Ռուսաստանը։ Օրերս ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Ռուսաստանը ուժեղացնում է Հայաստանում իր 102-րդ բազան։ Ռազմական փորձագետը նշեց, որ դա տրամաբանական է եւ չի բացառվում, որ առաջիկայում բազայի առավել ուժեղացման կամ ընդլայնման գործողությունների ականատեսը լինենք։ Արծրուն Հովանիսյանը ընդգծեց, որ Հայաստանը պետք է դիտարկի ցանկացած հնարավոր զարգացում եւ պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի դեպքում։ Աննա Գզիրյան, Arm Radio։ Հայաստանի պես փոքր պետության համար միշտ էլ շատ կարևոր էր դեմոգրաֆիկ պատկերը, ազգաբնակչության թիվը, դրակայում պահպանումը ու լավագույն դեպքում ավելացումը։ Սակայն սա դյուրին խնդիր չէ, հատկապես տնտեսական ճգնաժամի պարագայում, երբ ողջ աշխարհում են նկատվում լուրջ միգրացիոն պրոցեսներ, մեզ մոտ նույնպես մտահոգիչ է արտագաղթողների թիվը։ Պատճառներն ըստ մասնագետների տարբեր են, թե սոցիալական, թե ֆինանսական եւ թե կրթական, եւ այս պատճառները բնորոշ են ինչպես մեր երկրին, այնպես էլ այլ աշխարհամասերին։ Թեմային են անդրադարձել Նունե Ավետիսյանն ու Ժիրայր Ոսկանյանը։ 2008 թվականից սկսած համաշխարհային ճգնաժամի պատճառով շատ երկրներում սկսվեց զանգվածային արտագաղթ։ Հայաստանի նույնպես չհաջողվեց զերծ մնալ ճգնաժամից եւ շարունակական բնույթ կրող արտագաղթից։ Չնայած որ մասնագետների հավաստմամբ 90-ական թվականների համեմատ այս թիվը մեծ չէ, այնուամենայնիվ Հայաստանը պատկանում է կրճատվող ազգերի խմբին։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով պատճառը ոչ թե ծանր տնտեսական վիճակն է, ինչպես հիմնականում ընդունված է մտածել, այլ վատ կառավարումը եւ անուշադրությունը խոցելի խավերի նկատմամբ, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է դեպոպուլյացիայի վտանգի տակ, այսինքն մահացողների եւ արտագաղթողների թիվն առավել է, քան ծնվողներինը։ Եթե մենք մոտեցնում ենք 40,000 մարդ, մահանում է 20,000 կամ 22,000 եւ 45,000 արտագաղթում, դա նշանակում է, որ մենք տարեկան կորցնում ենք բավական մեծ թվով քաղաքացիներ եւ դրա վերականգնման հեռանկարները չի երևում։ 45,000-ի մեջ մենք տարիքային ուրեմն կառուցվածք կա, հիմնականում գնում են բարձրագույն կրթություն ունեցողները կամ մասնագիտություն ունեցողները 31-ից 40-45 տարեկան, այսինքն եւ այդպես շարունակ 20 տարի մեր մոտ գործընթացը չեն կարողանում կարգավորել։ Սակայն անշուշտ միգրացիայի հարցում չի կարող դեր չունենալ ֆինանսատնտեսական գործոնը։ Այս առումով տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը փաստում է, որ իր ուսումնասիրությունների համաձայն արտագաղթում են հիմնականում աշխատունակ տարիքի բնակչությունը եւ զանգվածային արտագաղթի պատճառով, ինչպես հետխորհրդային մի շարք երկրներ, այնպես էլ Հայաստանը նույնպես համարվում է ծերացող երկիր։ Պատճառն ըստ տնտեսագետի այն է, որ երիտասարդները կրթություն ստանալով եւ համապատասխան աշխատանք չգտնելով հեռանում են երկրից։ Դա անվանվում է ուղեղների արտահոսք եւ եթե այլ երկրներում, ասենք Ռուսաստանի Դաշնությունում, որոշ չափով նաեւ դա կոմպենսացվում է ի հաշիվ որակյալ աշխատուժի ներհոսքի, ապա Հայաստանում որպես կանոն դա տեղի չունի, այսինքն միակողմանի բնույթ է կրում։ Կա այստեղ նաեւ այնպիսի երևույթ, որ պետական պատվերով սովորում են ուսանողներ, որոնք ավարտելուց հետո միանում են գործազուրկներ բանակին։ Ստացվում է, որ մենք կրթում ենք ոչ միայն ապագայի գործազուրկների, այլ նաեւ այլ երկրների համար միջոցներ ենք ծախսում սեփական բյուջեից եւ որպես նվեր հանձնում ենք հիմնականում զարգացած երկրներին։ Սակայն կարող է սխալ պատկերացում ստեղծվել, որ յուրաքանչյուր ուսանողի մտքին միայն հեռանալն է, այնինչ դա բնավ համատարած բնույթ չի կրում։ Իհարկե, այս հակումն ակնհայտ է, շատերն են ցանկանում կրթությունը շարունակել արտերկրում, բայց ոչ բոլորն են ցանկանում մնալ այնտեղ։ Հա, իհարկե, դա ամեն դեպքում սա իմ հայրենիքն է, ու նոր մասնագետներ, ովքեր վերապատրաստում են, սովորում են Եվրոպայում, ստանում են գերազանց գիտելիքներ, պետք է փոխանցեն Հայաստանում ապրող երեխեքին։ Ես պատրաստում եմ գնալ եւ անպայման վերադառնալ եմ այդ փորձը ներդնելու իմ երկրում։ Ոչ, ես չեմ գա, որովհետեւ այստեղ աշխատանքով չեն ապահովում։ Աշխատավարձը շատ ցածր է։ Անխոս։ Ես հաստատ կգայի Հայաստան, որովհետեւ կարծում եմ, որ այսինքն որտեղ էլ որ գնամ, մեկը իմ ոտքերը մենակ ամուր կլինեն Հայաստանում։ Վիճակագիրների համոզմամբ մեծ թիվ է կազմում նաև սեզոնային բնույթի միգրացիան։ Կա կարծիք, որ Հայաստանն այն երկրներից է, որոնք աշխատուժ են արտահանում, եւ մարդիկ արտերկրում աշխատելիս նպաստում են մեր երկրում ֆինանսական հոսքերի ավելացմանը, զբաղվածության խնդրի լուծմանը եւ դրանով իսկ սոցիալական լարվածության մեղմացմանը։ Սակայն ժամանակավոր աշխատանքից հետո նրանք վերադառնում են Հայաստան։ Իսկ փորձագետների կարծիքով այս երևույթը տարերային բնույթ է կրում։ Այն դժվար է համակարգել ու կանխատեսելի դարձնել։ Բացի այդ, Թաթուլ Մանասերյանը նշեց, որ աշխատանքային արտագաղթի
հետևանքով Հայաստանում հետևյալ տենդենսն է ձևավորվել։ Գյուղերում, որտեղից էլ արտերկիր է մեկնում հիմնական աշխատուժը, այսպես ասած խոպանի, բնակչության գերակշիռ մասը որպես հետևանք կանայք են, ինչն արդեն մտահոգիչ է։ Տնտեսագիտական հաշվարկները վկայում են, որ ավելի էժան է ընտանիքը տեղափոխել այլ երկիր, քան տարվա ընթացքում այդ ծախսերը կատարել, որտեղ կյանքի գինն էլ Հայաստանում գնալով ավելի թանկանում է։ Եվ սա բնականաբար բացասաբար է ազդում երկրի վրա։ Եվ ժողովրդագրական տեսանկյունից եւ տնտեսության նրանք Հայաստան գալիս են յուրի կարգավիճակով եւ նորից վերադառնում են իրենց սեզոնային աշխատատեղերը, որից զգալիորեն տուժում են ընտանիքները, երեխաները, կանայք եւ այլն։ Շատերը այնտեղ հիմնավորվում են եւ ունեն կանայք, երեխաներ։ Ավելի ստույգ տվյալների համար դիմեցինք վիճակագիրներին։ Վիճակագրության վարչության պետ Կարինե Կույումջյանը տեղեկացրեց, որ դեռևս հայտնի չէ 2011 թվականի արտագաղթողների թիվը, սակայն վերջին 2 տարվա տվյալներով պատկերը հետևյալն է։ Նախորդ տարվա ցուցանիշները ուղևորափոխադրումների մասով եթե ասենք բացասական հաշվեկշիռը անցած տարվանը մոտավորապես 30,000 բացասական է եղել, այսինքն 30,000-ով ավելի շատ մեկնումներ են եղել, քան երկիր ժամանողներ։ Դրա նախորդ տարին եղել է -25,000։ Հիմա արդեն քանի որ դեկտեմբերը անցել ենք արդեն հունվարի մեջ, ինձ տարին ամփոփենք։ Այսինքն դեռ բոլոր մարզերից չի, որ այդ տվյալները եկել են ամփոփվելու։ Մենք նախնական ցուցանիշներ հունվարի վերջին օրը կհրապարակենք։ Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ ճշգրիտ ասել արտագաղթողների թիվը հնարավոր չէ, քանի որ ըստ մեթոդաբանության կարող են միայն պատկերացում կազմել միջինացված թվի մասին, որն իր հերթին փոքրիշատե լիարժեք կարող է համարվել միայն այն պարագայում, եթե ներառում է գոնե 1 տասնամյակ։ Իսկ 2-3 տարվա կտրվածքով միգրացիոն ռիսկերի մասին կանխատեսումները մեծ տատանողականություն ունեն եւ կախվածություն տարատեսակ աշխարհաքաղաքական զարգացումներից։ Եվ այդ պատճառով էլ այդքան հավաստի չեն։ Սակայն խնդիրը ոչ ոք չեղյալ չի համարել ու դրան մշտական ուշադրություն չդարձնելու դեպքում այն կարող է լուրջ դեմոգրաֆիկ շեղումների հանգեցնել։ Նունե Ավետիսյան, Arm Radio։ Եվրամիության անդամակցությունը հանգեցրեց Արևելյան Եվրոպայի երկրների բնակիչների զանգվածային միգրացիայի դեպի մայրցամաքի արևմուտք։ Համաձայն վերջին տվյալների, վերջին 2 տարվա ընթացքում միայն Լատվիան լքել է երկրի յուրաքանչյուր 10-րդ բնակիչը։ 2004 թվականին Եվրամիությանը միացավ Արևելյան Եվրոպայի 8 նոր պետություն։ Մի շարք արևմտաեվրոպական երկրներ արդեն այն ժամանակ աշխատաշուկաներ բացեցին նոր անդամների համար։ Գերմանիան, Ավստրիան եւ մասնակիորեն Մեծ Բրիտանիան հայտարարեցին 7-ամյա տարանցումային փուլի մասին եւ միայն հիմա այն փակեցին։ Աշխատուժի տեղափոխման բոլոր սահմանափակումները վերացվել էին եւ հազարավոր մարդիկ շտապեցին հատել սահմանը։ Ավելի քան 2 միլիոն միգրանտ Լեհաստանից, Չեխիայից, Սլովակիայից եւ այլ արևելաեվրոպական պետություններից լքել են իրենց երկրները վերջին 7 տարվա ընթացքում, ասում է ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։ Լատվիա եւ Արևելյան Եվրոպայի այլ երկրների միգրացիան ունի մասամբ տնտեսական բնույթ։ Մարդիկ գաղթում են բացառապես կենսամակարդակի անբավարարվածության պատճառով։ Որպես կանոն դա երիտասարդությունն է, որը իր մեջ կատարելագործվելու ուժ է զգում այլ երկրներում։ Դրա հետ մեկտեղ միգրանտների մեծ մասը զբաղվում է որակավորում չունեցող աշխատանքով եւ շփման մեջ բարդություններ ունի։ Մեկ այլ խնդիր է հանդիսանում բնիկների դժգոհությունը գաստարբայտերներից, մեկնաբանում է Եվրոպայի ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Տևդոյ-Բուրմուլին։ Բարդությունը կայանում է նրանում, որ էմիգրանտները խլում են ինչ-որ մեկի աշխատանքը։ Դա կապված է նրա հետ, որ այժմ ողջ Եվրոպայում առանց այդ էլ վատ իրավիճակ է, կապված աշխատատեղերի հետ։ Իսկ հավակնորդները ժամանում են արևելքից։ Նրանք պատրաստ են աշխատելու ավելի քիչ գումարով եւ ավելի վատ պայմաններով։ Չնայած ֆորմալ նրանք դրա իրավունքն ունեն, քանի որ նրանք նույնպիսի Եվրամիության քաղաքացիներ են։ Հատկապես դա նկատվում է Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում, որտեղ ուղղվում է էմիգրանտների հիմնական զանգվածը։ Վիճակագրությամբ Հյուսիսային Եվրոպայից Մեծ Բրիտանիա եկվորների քանակն աճել է 600,000-ով վերջին 5 տարվա ընթացքում։ Մինչդեռ երկրում գործազրկության մակարդակը Եվրոպայում ամենաբարձրներից մեկն է, երիտասարդության մինչև 21% է։ Բրիտանացիները կարծում են, որ մեղքի մի մասը միգրանտներինն է, իսկ ինչպես կարող է անդրադառնալ միգրանտների չկառավարվող հոսքը Եվրոպան տեսավ 2011 թվականի գարնանը, երբ Աֆրիկայից տասնյակ հազարավոր անօրինական փախստականները զավթեցին իտալական Լամպեդուզա կղզին։ Զգուշանալով նրանից, որ անլեգալների մի մասը կուղվի Ֆրանսիա, Փարիզը միակողմանի կարգով որոշ ժամանակով փակեց Իտալիայի հետ սահմանը, իսկ Դանիան պարզապես սահմանի վրա մշտական հսկողություն սահմանեց։ Չնայած աֆրիկյան
փախստականներին տվյալ դեպքում չի կարելի համեմատել արևելաեվրոպական աշխատավոր էմիգրանտների հետ, սակայն ընդհանուր տենդենսն արդեն երևում է։ Վերլուծական էջ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Եվ այսպես, Հրանտ, սահմանների փակումը որքանով է նպաստում միգրացիայի աճին։ Կարծում եմ, որ բոլոր դեպքերում սահմանների փակելով չէ, որ խնդիրը պետք է լուծել կամ նպաստել նման գործընթացներին, միգրացիան ունի բավական խոր արմատներ եւ հիմնականում սոցիալ-տնտեսական արմատներն են, կան նաեւ քաղաքական, նույնիսկ բարոյահոգեբանական մթնոլորտը տարբեր երկրներում կարող է բերել մեծ քանակությամբ մարդկանց արտահոսքի կամ ներգաղթի։ Այն է խնդիրը, որ միգրացիան այսօր բավական լուրջ հարց է, ոչ միայն Հայաստանի համար կամ տարածաշրջանի այլ պետությունների, այլ նաև բավական երկար պատմություն ունեցած, պետական աշինության իմաստով երկար պատմություն ունեցած արևելյան Եվրոպայի երկրների համար եւ նույնիսկ արևմտյան Եվրոպայի երկրների համար, որովհետեւ փորձագետները եվրոպական հաճախ նշում են, որ նույնիսկ այնպիսի երկրներից, ինչպիսին է օրինակ Ֆրանսիան կամ Իտալիան կամ Անգլիան, Մեծ Բրիտանիան, հաճախ լինում են մարդկանց արտահոս դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ այլ տարածաշրջաններ, որտեղ նրանք պարզապես փորձում են միջավայրի փոփոխության խնդիրը լուծել եւ նման կերպով ինչ որ մի կերպ ավելի բարեկեցիկ դարձնել իրենց կյանքը։ Եթե տեղայնացնենք խնդիրը, լսեցինք ռեպորտաժում, որ արևելյան Եվրոպայից հիմնականում գնում են դեպի Եվրամիության երկրներ, Անդրկովկասում ինչ է կատարվում ըստ էության։ Մեր տարածաշրջանում բավական զարգացած է աշխատանքային, այսպես կոչված աշխատանքային միգրացիան, Հայաստանի Հանրապետությունից, Ադրբեջանից եւ նաեւ Վրաստանից մեծ քանակությամբ մարդիկ փորձում են աշխատանքներ գտնել Ռուսաստանի Դաշնությունում կամ Ուկրաինայում եւ այդ թվում նաեւ եվրոպական երկրներում, որտեղ հիմնական հոսքը Ռուսաստան։ Այո, հիմնական հոսքը Ռուսաստանն է եւ սա հաճախ նպաստում է Ռուսաստանի քաղաքականությունը, որը ունի ժողովրդագրական լուրջ խնդիրներ, որովհետեւ Ռուսաստանից էլ իր հերթին միգրացիա գնում է դեպի արևելյան Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստանը ունի այսօր լուրջ խնդիր դեմոգրաֆիական։ Նրանք փորձում են հարևան պետությունների հաշվին, կոպիտ ասած, լուծել իրենց դեմոգրաֆիական խնդիրները եւ զանազան ծրագիրներ են իրականացնում, ինչը իհարկե բավական մեծ հարված է նախ եւ առաջ այդ երկրների մատակարար երկրների ազգային անվտանգությանը։ Կոնկրետ Հայաստանի դեպքում սա բավական լուրջ խնդիրների առջև կարող են կանգնել։ Այսօր արդեն իսկ կանգնած ենք այդ խնդիրների առջև, որովհետեւ բավականաչափ տարածքին բավականաչափ բնակչություն չունենք։ Իսկ հետագայում այս խնդիրը նման տենդենսների դեպքում կարող է ավելի սրվել եւ ավելի լուրջ դառնալ։ Հրանտ, արդյոք իսկապես մտահոգիչ է արտագաղթը, եթե համընդհանուր իրականության մեջ միջազգային փորձենք վերլուծել Հայաստանից Ռուսաստան, Ռուսաստանից Եվրոպա, Եվրոպայից Միացյալ Նահանգներ, Միացյալ Նահանգներից Հայաստան, այս հավերժ շրջապտույտի դեպքում եթե Հիմա շատ կարևոր է իհարկե կանխել հնարավոր չէ ոչ մի պարագայում, նույնիսկ եթե դու ամենաբարեկեցիկ երկիրն ես, կարող է այս դեպքում ժողովրդի պասիոնալիզմը պատճառ դառնա, ուստի դուրս գնան նոր աշխարհներ նվաճելու, բայց այստեղ կարևոր է ձեր նշած շրջանի վերջի փուլը ապահովելու հարցը լուծել, այսինքն երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից կամ այլ տեղերից հայրենադարձության խնդիրը կլուծվի։ Ընդ որում ասեմ, որ բավական մեծ պոտենցիալ ունենք այդ հարցերը լուծելու համար, կան հայություն, օրինակ մեր տարածաշրջանում եթե նայենք Աբխազիայում բավական մեծ քանակությամբ հայություն, որը իր հայրենիքում չէ եւ չի կարող երկար ժամանակ այդ դիրքերը ունենալ, ինչ որ այսօր կան։ Կարելի է Մերձավոր Արևելքի հայության հետ աշխատել, որոնք վտանգված են տարբեր պատճառներով, բացի նրանից, որ գտնվում են մուսուլմանական շրջապատում, այլ նաեւ այդ տարածաշրջանների անվտանգության խնդիրը կա եւ անընդհատ պատերազմների ընթացքում պետք չէ, որ մեր հայրենակիցները այլ օտարափերում դառնան ուրիշ քաղաքական խաղերի զոհ։ Այսինքն, եթե նայել այն պոտենցիալը, թե ինչ ունենք, ինչքան մարդ կա, որ կարող ենք հետ վերադարձնել, ապա պետք է հասկանալ, որ դա բավական մեծ հնարավորություն է մեր երկրի համար եւ ընդհանրապես պետք է ճիշտ կազմակերպել հայրենադարձության խնդիրները։ Կարծում եմ, որ մեր երկիրը պոտենցիալ ունի, ճիշտ է, բավական դժվար է այդ խնդիրը հիմա իրականացնելու համար, տնտեսական ծանր վիճակը ունի բավական օբյեկտիվ պատճառներ, ես ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը 20 տարիների ընթացքում, վերջին 20 տարիների ընթացքում մենք երկու խոշոր հեղափոխություն ապրեցինք, մեկ պատերազմ եւ երկրաշարժ։ Այս կատակլիզմներից ցանկացած մեկը բավական է, որ այսօր Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիկ իրավիճակը շատ ավելի վատ լիներ, քան կա, բայց ի շնորհիվ ճիշտ լուծումների մենք ունենք այդ խնդրի
հնարավոր խնդրի մինիմալ տարբերակը, որը դարձյալ շատ շոշափելի է մեզ համար։ Հայաստանից արտագաղթողների հավասարակշռություն պահպանում ենք արդյոք, թե ոչ պետական քաղաքականության մեջ, նկատի ունեմ մտավոր սեփականությունը, թե գնում են մարդիկ դուրս, աշխատաշուկա, գաստարբայթերներ, ամենատարբեր օղակներում։ Կարծում եմ, որ վերջի տարիներին ավելի հավասարակշռվել է, եթե համեմատելու լինենք անկախության առաջի տարիների այդ մեծ արտահոսքի հետ եւ փոխարենը ոչ մեկ չէր վերադառնում, ապա վերջի տարիներին այդ բացասական սալդոն հասել է մինիմումի, եթե ես չեմ սխալվում, անցած տարվա ընթացքում դուրս գնացածների եւ ներգաղթածների ընդհանրապես գնացած եկածների, դա միգուցե դեռևս միգրացիա եւ էմիգրացիա չի, բայց բոլոր դեպքերում տարբերությունը մոտ 20-30 հազար հոգի մարդ է, որը իհարկե մեզ համար բավական շոշափելի է, բայց համենայն դեպս 100 հազարների չի հասնում, ինչպես դա եղել է, ասենք 90-ականներին։ Այո, բացի դրանից մենք ինքներս փոստերում շատ կտեսնենք, որ սփյուռքահայեր են վերադառնում, ինչ որ փոքր բիզնեսներ են դնում եւ կամաց հաստատվում են։ Վերջերս տեղեկատվություն տարածվեց Ավստրալիայից վերադարձած մոտ 20 ընտանիքների մասին։ Այս ամենը շատ ուրախալի է, բայց դեռևս բավարար չէ, որովհետեւ անվտանգության համար տարածաշրջանում ուժեղ պետություն լինելու համար Հայաստանի Հանրապետությանը առնվազն անհրաժեշտ է 7-ից 8 միլիոն բնակչություն։ Սա կոպիտ հաշվարկներ եմ ասում, բայց համենայն դեպս adekvat մարտահրավերներին adekvat լինելու համար այսքան պետք է։ Շատ ենք մտահոգվում, որ արտագաղթում են, բայց եթե մեծ ներհոսք լինի հայերի, մենք պատրաստ ենք, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է, թե տնտեսապես, թե քաղաքականապես, թե տարածքապես։ Համենայն դեպս պոտենցիալ ունենք նման գործը կազմակերպելու համար։ Սա պետք է լինի ազգային գաղափար ոչ միայն իշխանությունների համար, որոնք կարծում եմ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են, այլ նաև սփյուռքահայերի մտածելակերպում։ Ցավոք սրտի այսօր մենք ունենք բավական ուժեղ կապիտալ, թե մարդկային կապիտալ, թե տնտեսական արտասահմանում, որը չի ծառայեցվում Հայաստանի Հանրապետության շահերին։ Եվ մարդիկ կարծես թե կամաց կտրվում է իրենց այդ կապը պատմական հայրենիքի հետ եւ նոր ներդրումներ են անում անընդհատ այլ երկրներում։ Եթե խորախոսվի այդ ֆինանսական հոսքերը ուղղորդվել դեպի Հայաստանի Հանրապետություն, այստեղ դրվի իրենց այդ գործեր եւ ընդամենը մի քանի օրենսդրական փոփոխությունների միջոցով պաշտպանել նրանց սկզբնական ներդրումները, կարծում եմ, որ այդ պոտենցիալը կձևավորվի։ Համենայն դեպս սա այն խնդիրն է, որը կարծում եմ գալիք կառավարությունում առաջնահերթ կլինի եւ կփորձեն մարդիկ այդ ուղղությամբ աշխատել։ Եվ մենք երբեք Իտալիայի Լամպեդուզայի օրը չենք ընկնի։ Այո, չենք ընկնի, ես այդ դեմոգրաֆիական խնդիրների հետ կապված ուզում եմ շատ կարևոր հարց հիմա բարձրացնել, խոսքը վերաբերում է նաև Սանցխե Ջավախքի հայությանը, որովհետև երբ որ մենք խոսում ենք Հայաստանի անվտանգության մասին, բացի դեմոգրաֆիական անվտանգությունից, այդ սնուցող ճանապարհների անվտանգությունը պետք է ապահովել։ Երկար տարիներ այնտեղի հայությունը եղել է այն հիմնական գործոնը, որի հետ Վրաստանի իշխանությունները ստիպված էին հաշվի նստել եւ ըստ այդմ իրենց հարաբերությունները կառուցել Հայաստանի Հանրապետության հետ։ Այսօր ցավոք սրտի մարդկային արտահոսքի հիմնական այդ տարածաշրջանում հայկական այդ զանգվածի հիմնական կորուստը մենք ունենում ենք Սանցխե Ջավախքում, որտեղի տղամարդկանց համարյա 80%-ը աշխատում է արտասահմանում, հիմնականում Ռուսաստանում եւ Վրաստանի իշխանությունը ամեն ինչ անում է այդ արտահոսքի նպաստելու համար։ Կարծում եմ, որ երբ որ խոսում ենք ընդհանրապես մեր դեմոգրաֆիական խնդիրների մասին, առաջի հերթին ուշադրությունը պետք է դարձվի հենց այդ տարածքների վրա, որտեղ մենք կարող ենք ունենալ պոտենցիալ եւ մեր անվտանգությունը ապահովել այնտեղից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ազատագրված տարածքներ եւ այնուհետեւ արդեն Հայաստանի Հանրապետության մնացած մարզերը։ Շնորհակալություն։ Այսքանը։ Վերլուծական էջ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Երևանում ժամը 18:28, FM 107-ի եթերում դուք լսում եք Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրը։ Լսեք հաջորդիվ։ Էթիկայի հանձնաժողով, ինչպես վայելել հասարակության վստահությունն ու բարձրացնել այն պետական համակարգի նկատմամբ։ Գիտատեխնիկական առաջընթացը ռազմական ոլորտին ծառայակից։ Հունվարի 14-ը ցեղակրոնի օրն է։ Այժմ այս մասին առավել մանրամասն։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որը վերջերս ստեղծվել է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, սկզբում ներկայացվեց իբրև համակարգային փոփոխություն կոռուպցիայի դեմ պայքարում եւ կոռուպցիան կանխարգելելու համար։ Հանձնաժողովի անդամներ են նշանակվել Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական եւ վճռաբեկ դատարանների նախագահների, ինչպես նաեւ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածուները։ Հանձնաժողովի առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է եւ արդար համակարգի ներդրումը։ Սակայն մինչ այդ հանձնաժողովն ինքը պետք է նվաճի հասարակության վստահությունը։ Հայաստանը հետևողական քայլեր է իրականացնում պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց գործունեության բարեփոխման ու կատարելագործման ոլորտում։ Այս ամենի տրամաբանական շարունակությունը հանդիսացել է 2011 թվականին ընդունված հանրային ծառայությունների մասին օրենքը, որի ելակետային պահանջներից մեկը բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծումն է։ Հանրային ծառայությունների մասին օրենքի համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարեկան բարձրագույն կրթություն ունեցող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված եւ առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին։ Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը համոզված է, որ նորաստեղծ հանձնաժողովը երկրի կայունացման համար կունենա իր դրական ազդեցությունը եւ կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարին։ Կարծում եմ, որ հանձնաժողովը իր դրական ազդեցությունը անպայմանորեն կունենա ոչ միայն իշխանություն ներկայացնող իշխանավորների վրա, այլ նաեւ ընդհանրապես երկրում կոռուպցիոն իրավիճակի ազդեցության վրա։ Կոռուպցիոն իրավիճակը դեպի նվազեցնելու եւ այդ նվազեցման վրա սա նույնպես իր ազդեցությունը կունենա։ Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն էլ այն տեսակետն ունի, որ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն պետք է օրենքով լինի, այլ պետք է մերժվի նաեւ հասարակության կողմից։ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծումով երկրում որևէ էական փոփոխություն չի նկատվի, ասում է Արամ Հարությունյանը։ Նման հանձնաժողովներ էլ ինչ-որ ձևով գործում է, բայց խնդիրն է նա, թե ասենք այդ նկատի ունեմ իրական, որտեղ արդարությունը կիսատ պռատ չի լինում, էլի որևէ կառույց եթե գործում է, պիտի երկակի ստանդարտներով չգործի։ Ինչևէ, հանձնաժողովի առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է եւ արդար կառավարման համակարգի ներդրումը։ Համակարգը նպաստելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ եւ հրապարակային դարձնելուն։ Հանձնաժողովի գործունեության տիրույթը ներառելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարությունների վերլուծությունը եւ հրապարակումը, նրանց շահերի բախման դեպքի եւ էթիկայի կանոնների խախտումների հայտարարությունն ու կոնկրետ տեղեկատվության հրապարակումը։ Նման հանձնաժողով ունենալու գաղափարը իհարկե ողջունելի է, սակայն հարցի շուրջ հասարակությունը ինչ է մտածում։ Էթիկայի հանձնաժողովի գործունեության արդյունավետության մասին խոսելը կարծում եմ վաղ է, դա ցույց կտա ժամանակը եւ նրանց գործունեությունը զուտ։ Որոշակի ժամանակ հետո, 1 տարի հետո կամ թեկուզ 6 ամիս հետո նոր կարող եմ որոշակի կարծիք արտահայտել, բայց կանխատեսումներ անելուց խուսափում եմ։ Առանձնակի մեծ հույսեր չեմ կապում այդ էթիկայի հանձնաժողովի գործունեության հետ։ Իմ կարծիքով էթիկայի հանձնաժողովը որոշ չափով կզսպի պաշտոնյաներին, նրանք ավելի զգոն կլինեն, քանի որ ստեղծվել է մի մարմին, որը վերահսկելու է էթիկայի կանոնները չեմ կարծում, որ ինձ գործուն նշանակություն ունենան, էլի հեռու եմ այդ մտքից։ Կարող նաև չլիներ այդպիսի նախաձեռնություն։ Իմ կարծիքով որոշ չափով դա կմեղմի կոռուպցիոն ռիսկերը, բայց ոչ ամբողջապես, քանի որ նույն այդ կոռուպցիոն սխեմաները կարող են կիրառվել երրորդ անձանց միջոցով։ Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը նոր քաղաքական մշակույթ կձևավորի ըստ ինձ Հայաստանի Հանրապետությունում։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ վստահ է, որ ստեղծված հանձնաժողովում գեղագիտության մասնագետ չկա, եւ դա խոսում է այն մասին, որ հանձնաժողովի գործառույթներն արդյունավետ չեն լինի եւ չեն ծառայի նպատակին։ Այս ենթատեքստում Ադիբեկյանը որպես օրինակ մատնանշում է Լիտվայի նախագահին։ Լիտվայի վարչապետը կնոջ հետ գնում է պաշտոնական այդ Լեհաստան։ Ժուրնալիստները պարզում են, որ կինը պաշտոնական ցուցակում չի եղել։ Ստիպում են, որ վարչապետը իր գրպանից կնոջ վրա ծախսված բենզինի գինը փոխանցի բյուջե։ Սա էթիկա է։ Հիմա փորձեք Հայաստանում նման բան անել։ Մենակ մի օրինակ եմ ձեզ բերում։
Ադիբեկյանը համոզված է, որ կառույցի ձևավորման համար անհրաժեշտ է հանձնաժողովում ներգրավել համապատասխան մասնագետներ։ Այդուամենայնիվ հանձնաժողովի կայացման եւ զարգացման գործում ակնկալվում է աշխատանքային սերտ հարաբերություններ բոլոր պետական մարմինների հետ։ Երկրի ղեկավարը հունվարի 10-ին հանձնաժողովի նորընտիր անդամների հետ ունեցած առաջին հանդիպման ընթացքում նշել է, որ հանձնաժողովի ստեղծման ու գործունեության հետ կապված հարցերն այսուհետև լինելու են հանրային հատուկ ուշադրության օբյեկտ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծմամբ դրվում են այն ինստիտուցիոնալ կառույցների հիմնաքարերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանին ավելի լավ երկիր դարձնելու համար, եզրափակել է նախագահը։ Լուսինե Նորեկյան, Արմ ռադիո։ Հայաստանում առաջին անգամ անցկացվում է անօդաչու թռչող սարքեր մրցույթը, որը տեղի է ունենում ռոբոտների բաց առաջնության շրջանակում։ Մրցույթը կազմակերպում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որին աջակցում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը եւ Microsoft ինովացիոն կենտրոնը։ Մասնակիցների հայտերի ընդունման գործընթացն արդեն սկսվել է։ Ցանկացողները կարող են գրանցվել www.digitech.am կայքում մինչև մարտի 12-ը։ Մրցույթի մանրամասները ներկայացնում է Աննա Գզիրյանը։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը արդեն մի քանի տարի է Հայաստանում իրականացնում է ռոբոտների բաց առաջնությունը, որի շրջանակներում կազմակերպվում են բազմաթիվ մրցույթներ։ Եթե սկզբում հեշտ ու պարզ առաջադրանքներով մրցույթներ էին անցկացվում, ապա գնալով դրանք բավական բարդացել են։ Միության նախաձեռնությամբ սկզբում կազմակերպվել է գծին հետևող ռոբոտ, ավելի ուշ իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտ, իսկ վերջերս արդեն անցկացվում է ական փնտրող ռոբոտ մրցույթը։ Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Արմ ռադիոյի հետ զրույցում նշեց, որ ռոբոտների բաց առաջնության մեկնարկից սկսած նպատակ էին դրել անպայման անցկացնելու անօդաչու թռչող սարքեր մրցույթը։ Այսօր ամբողջ թե ռազմական, թե կիրառական ոլորտներում ավելանում է անօդաչու թռչող սարքերի դերը եւ շատ կարեւոր է, որպեսզի երկրում լինի մասնագետների խումբ, որը տիրապետի այդ տեխնոլոգիաներին։ Մրցույթը մասնակիցների առջև խնդիր է դրել նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերները, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 300 գրամ բեռ եւ կվերադառնան մեկնարկի կետ։ Սա բարդ առաջադրանք է, սակայն Կարեն Վարդանյանը վստահ է, որ կան այնպիսի մասնագետներ, ովքեր կկարողանան ստանալ նախատեսված արդյունքը։ Մենք ունենք բավական ներուժ, որը պետք է ոչ միայն բացահայտել, այլև ճիշտ օգտագործել, ասաց Կարեն Վարդանյանը։ Հայաստանում կան երիտասարդներ, որոնք տիրապետում են ուրեմն ավիամոդելիզմի, մոտ 1500 երիտասարդ ունենք, որոնք միկրոէլեկտրոնիկայի մասնագետ են, մոտ 6000 ծրագրավորող ունենք, այսինքն պոտենցիալները պետք է օգտագործել այդ խնդիրը։ Միության գործադիր տնօրենի խոսքով փորձը ցույց է տալիս, որ մրցույթի կազմակերպումը միայն այդ մակարդակի վրա չի մնում։ Լավագույն նմուշները կիրառվում են տարբեր ոլորտներում, սակայն չպետք է մոռանալ, որ այդպիսի նախաձեռնություններն ունեն ոչ միայն գիտակրթական նշանակություն, այլ նաև խիստ կարևոր են հետախուզական ու պաշտպանական ոլորտներում։ Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը շատ կարևոր համարեց նման մրցույթի անցկացումը։ Նա նշեց, որ անօդաչու թռչող սարքերի մատակարար հանդիսացող երկրներից Իսրայելը հենց այս ճանապարհով է գնացել։ Սցենարը նույնն է, այսինքն փոքրիկ պետությունները փորձում են այդ process-ները խթանել այդպիսի մասսայականացմամբ, մասսայական որոշակի ընկերությունների ներքաշմամբ այդ process-ի մեջ մրցույթների հայտարարմամբ եւ այլն։ Եվ ես կարծում եմ, սա շատ կարևոր քայլ է, հուսով եմ, որ կմասնակցեն շատ մեծ թվով ընկերություններին, թող նույնիսկ դրսից արտասահմանից կան մասնակցեն, եւ մենք ունենք համագործակցության կամ ասենք ապակա պլանների, ասենք մեծ սցենարներ, մեծ առաջընթացի պլաններ, եւ ես վստահ եմ, որ սա առաջի, բայց ոչ վերջի քայլն է։ Արծրուն Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ նմանատիպ նախաձեռնությունները նոր դռներ կբացեն այս ոլորտում եւ առողջ մրցակցային պայմաններում ի հայտ կբերվեն լավագույն մասնագետներն իրենց հաջողված աշխատանքներով։ Աննա Գզիրյան, Արմ ռադիո։ Որպես կանոն արտագաղթը հանգեցնում է ձուլման, ինքնություն կորցնելու խնդիր։ Չէ՞ որ հայտնվելով այլ երկրում պետք է ձգտես նույնանալ շրջապատող միջավայրին ու ազգին, յուրացնել ուրիշի ավանդույթներն ու մշակույթը։ Ինչպես են տարբեր ազգերի ներկայացուցիչներ պահպանում ինքնությունը, իհարկե ազգային գաղափարախոսությամբ, որը միավորող ձուլող դեր է խաղում, առանց որի շուրջ է համախմբվում ողջ ազգը։ Հունվարի 14-ը 1934 թվականից նշվում է որպես ցեղակրոնի օր։
Այսօրը կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի համար այն առումով, որ յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, թե ով է ինքը եւ որ ցեղի ժողովրդի ինչ արժեքների կրող է։ Ցեղակրոնություն նշանակում է հայ ցեղի գոյության ապացուցում, մեր հաղթանակների առհավատչա, բոլոր խնդիրների, թե ներքին, թե արտաքին ճակատում խնդիրների լուծումների ճանապարհ։ Ամեն դեպքում սրանում են համոզված ցեղակրոնագետները։ Գաղափարախոսությունը վերացական դատարկաբանություն չէ, այլ հոգեվիճակ ու որակ, ասում են իմաստուն մարդիկ։ Գաղափարախոսություններ ունեն բոլոր ազգերը ու բնականաբար դրանք տարբեր են, ինչպես եւ յուրաքանչյուր մարդու մատնահետ յուրատիպ են։ Սա մեծ աշխարհում սեփական ինքնությունը գիտակցելու միջոցներից մեկն է ու երբեմն էլ չձուլվելու եւ այդ ինքնությունը պահպանելու գործիք։ Հայ իրականության մեջ ազգային արժեքների համակարգման եւ գաղափարաբերման արդյունքում ստեղծվեց Գարեգին Նժդեհի սահմանած ցեղակրոնություն հասկացությունը։ Այս բառը որպես այդպեսին չի թարգմանվում, իսկ թարգմանելու պարագայում էլ այն ուրիշ իմաստ է ստանում, նմանեցվում է ֆաշիզմի կամ էլ նացիզմի հետ, սակայն ցեղակրոնությունը չի կարելի նույնականացնել ֆաշիզմի կամ էլ նացիզմի հետ, նախ քանի որ ֆաշիզմն ու նացիզմը ոչ թե հայկական, այլ իտալական ու գերմանական երևույթ են, իսկ բոլորին էլ հայտնի է, թե աշխարհը, մասնավորապես արևմուտքը, որքան զգայուն է այդ հասկացողությունների հանդեպ, ուստի տարբեր շարժառիթներով չեն բացառվում նաև այդ հասկացողությունը սևացնելու փորձերը, նկատում է Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը։ Փորձում են ուղղակի այլ բառ չգտնելով թարգմանել առանց խորամուխ լինելու էությանը ճանաչելու եւ նպատակ ունենալով Եվրոպայի առաջ վարկաբեկելու այն կառույցներին քաղաքական թե հասարակական, որոնք կրում են այդ արժեհամակարգը կամ իրենց գաղափարախոսության առանցք են համարում այդ արժեհամակարգը։ Էլ չեմ ասում, որ այդ գաղափարախոսությունը այսօր մեր հայոց բանակի պաշտոնապես ընդունված գաղափարախոսությունն է մեր զինվորներին դաստիարակելու գաղափարապես զինելու համար, որտեղ բացի զինվորական ռազմական դաստիարակությունը պետք է նաև գաղափարական դաստիարակություն։ 1932-ից 33 թվականներին Գարեգին Նժդեհը մեկնեց Միացյալ Նահանգներ, որտեղի հայ գաղթօջախը ու ծածման փուլ էր ապրում եւ փրկության կարիք ուներ։ Հենց այդ ընթացքում էր, որ հիշալ գաղափարախոսությունը կարող էր ազգապահպան դեր ունենալ։ Եվ Նժդեհը 1-2 տարվա ընթացքում շրջագայեց ամերիկյան բոլոր նահանգներով ու ստեղծեց ցեղակրոն ուխտեր։ Իսկ 1934 թվականի հունվարի 14-ը հաստատվեց որպես ցեղակրոնության օր։ Ի տարբերություն բոլոր ազգայնական գաղափարախոսությունների Նժդեհյանը համամարտկային է, այլ ոչ թե ծայրահեղական։ Լավ հայ լինելու համար նախ եւ առաջ պետք է լավ մարդ լինել։ Գարեգին Նժդեհի խոսքերն է մեջբերում Մայր Հայաստան զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը։ Բոլորիս է վերաբերում եւ ամեն մի հայ, հատկապես երիտասարդ սերունդը, իր էությամբ, դրան հասու լինելով թե չլինելով, ինքնին ցեղակրոն է։ Եվ այս տոնի արդիվ բոլորիդ խորհուրդ կտամ, թե ինչպես բոլոր օրերին տարվա մեջ, եւ հատկապես այս օրը ժամանակ գտնեք եւ ընթերցեք Գարեգին Նժդեհի աշխատություններից, որտեղ դուք կգտնեք ձեզ բոլոր հուզող հարցերի պատասխանները։ Ամփոփելով կարելի է շատ պարզ բնութագրել ցեղակրոնության իմաստը։ Այս հասկացողությունը նշանակում է հավատք դեպի սեփական ազգին, որին կապված ենք արյամբ ու գենետիկորեն, ինչպես նաև անցյալի վերաիմաստավորում, նրանում ամբարված ներուժը հաշվի առնելով, եզրափակում են բանախոսները։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Թողարկման այս հատվածում առաջարկում ենք ծանոթանալ նաև սպորտային լուրերին։ Կրկին ողջունում ենք Արմ ռադիոյի ունկնդիրներին եւ ներկայացնում առավել ուշագրավ մարզական տեղեկությունները։ Ստուդիայում է Հրայր Նազարյանը։ Լսեք թողարկման ընթացքում։ Արթուր Դավթյանը լավ տպավորություն թողեց։ Արսեն Գալստյանի հաղթանակը։ Կասպարովը հավատում է Արոնյանի հաջողությանը։ Այժմ այդ եւ մյուս իրադարձությունների մասին առավել մանրամասն։ Երևանցի Արթուր Դավթյանը 6-րդ տեղը գրավեց Լոնդոնում ավարտված սպորտային մարմնամարզության օլիմպիական վարկանիշային մրցաշարի հենացատկերի եզրափակիչում, որին մասնակցեցին որակավորման արդյունքներով 8 լավագույն մարզիկները։ Արթուրի վարժությունը մրցավարները գնահատեցին 15.7 միավոր, դա 0.766 միավորով ցածր է առաջինը ճանաչված ուկրաինացի Իգոր Ռադիվիլովի ցուցանիշից։ Երկրորդ տեղում է 15.933 միավոր վաստակած ամերիկացի Սթիվեն Լեջենդրը, իսկ երրորդ մրցանակակիրն է բրիտանացի Քրիստիան Թոմասը 15.766 միավոր։ Հիշեցնենք, որ Դավթյանը բազմամարտում 41 մասնակիցների հաշվարկում զբաղեցնելով 12-րդ տեղը նվաճել էր այս տարվա 30-րդ ամառային օլիմպիադայի խաղերի ուղեգիր։ Իդեպ Լոնդոնյան օլիմպիադայի մարմնամարզության մրցումներին մեր երկրի երկրորդ ներկայացուցիչը դառնալուն հավակնում է ամերիկահայ Հարի Ջեբեշյանը, որը առայժմ Պահեստայինի
հիվանդների կարգավիճակ ունի։ Եթե ուղեգիր նվաճած ցանկացած երկրի մարզիկ չկարողանա ներկայանալ Օլիմպիադային, ապա թափուր տեղը կլրացնի Ջեբեշյանը, որը Հայաստանի դրոշի ներքո արդեն մասնակցել է անցյալ տարվա աշխարհի առաջնությանը։ Հայ ջյուդոիստները հաղթական նկրտումներ չդրսևորեցին Ալմատիում ընթացող Մաստերս շարքի մրցաշարում, որին մասնակցում են համաշխարհային դասակարգման առաջին 16 հորիզոնականներ զբաղեցնող մոլորակի գրեթե բոլոր հեղինակավոր վարպետները։ Մրցաշարին առանձնակի կարևորություն է հաղորդում այն հանգամանքը, որ այն վարկանիշով զիջում է միայն աշխարհի առաջնությանը, իսկ հաղթողի գործակիցը ավելանալու է միանգամից 400 միավորով։ Մինչ մրցաշարը մեր երկրի առաջատարներ Հովհաննես Դավթյանը 60 կիլոգրամ եւ Արմեն Նազարյանը 66 կիլոգրամ 14-րդ տեղում էին դասվում իրենց քաշային կարգերում։ Հաջողության դեպքում նրանք կհայտնվեն առաջին ութնյակում, ինչը հնարավորություն կտար օլիմպիական խաղերի առաջին փուլում խուսափել ուժեղագույնների հետ հանդիպումից։ Խնդիրն առայժմ հետաձգվում է, քանզի Ալմատիում Դավթյանն արդեն առաջին գոտեմարտում պարտվեց ճապոնացի Հիրաոկի Հիրաոկային, իսկ Նազարյանը հաղթելով ղազախստանցի Սերգեյ Լիմին 1/8 եզրափակիչում զիջեց մոնղոլ ջյուդոիստ Հաշպատար Ցական Բատարին։ Վերջինս հասավ մինչև եզրափակիչ, իսկ 60 կիլոգրամ քաշային կարգում հաղթեց ռուսաստանցի Արսեն Գալստյանը, որը կիսաեզրափակիչում գերազանցելով Հիրաոկիին, եզրափակիչում առավելության հասավ ուզբեկ Ռիշոտ Սոբիրովի նկատմամբ։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բրազիլացի արձակվող Մարկոս Պիզելին եռամյա պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Կրասնոդարի Կուբանի հետ։ Պիզելին ռուսական ակումբ է տեղափոխվել Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Մետալուրգ թիմից, որի մարզաշապիկներ կրում անցյալ տարվա ամռանից։ Մետալուրգի կազմում անցկացած 18 խաղում նա 4 գոլ է խփել։ Մարկոսը նաև Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուներից է։ Եվրո 2012-ի ընտրական մրցաշարում եւ ստուգողական խաղերում նա մրցակիցներին դառնացրել է 5 անգամ։ Հիշեցնենք, որ Կրասնոդարի համանուն թիմում է խաղում մեր հավաքականի մյուս արձակվող Յուրա Մովսիսյանը։ Մեր մյուս արձակվող Էդգար Մանուչարյանին էլ վնասվածքները ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս։ Հերթական վնասվածքը ընդհատեց նրա մարզումները ռուսական Ուրալ թիմի կազմում, որը ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում։ Արթուր Աբրահամը եւ նրա արգենտինացի մրցակից Պաբլո Ֆարիասը կշռվել են մենամարտից առաջ։ Արթուրը շուրջ 700 գրամով ծանր է հակառակորդից։ Նրա քաշն է 76 կիլոգրամ, մինչդեռ Ֆարիասը կշռում է 75 կիլոգրամ 300 գրամ։ Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում կանալիք նրանց հանդիպումը սկսվելու է հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը Երևանի ժամանակով 1:30-ին։ Անկախատեսելի ընթացք է ընդունում շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 72-րդ առաջնությունը։ Երրորդ տուրում հանրապետության վեցակի չեմպիոն Արտաշես Մինասյանը սպիտակներով պարտվելով Հրանտ Մելքումյանին զրկվեց միանձնյա առաջատարի կարգավիճակից։ Մրցաշարային աղյուսակում ձևավորվեց քարիշխանություն։ Մելքումյանից բացի Մինասյանին միավորներով հավասարվեցին Տիգրան Պետրոսյանը եւ Զավեն Անդրեասյանը։ Պետրոսյանը սևերով հաղթեց Կարեն Գրիգորյանին, իսկ Անդրեասյանը նույնպես սևերով ոչ ոքի խաղաց Արման Փաշիկյանի հետ։ Առաջատարները վաստակել են երկուական միավոր։ Նրանց կես միավոր են զիջում Սամվել Տեր-Սահակյանը եւ Ռոբերտ Հովանիսյանը։ Վանաձորցին այս տուրում ազատ էր պայքարից, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Հովանիսյանը միավորը կիսեց Հրայր Սիմոնյանի հետ։ Վերջինս մեկ միավորով 7-ից 9-րդ տեղերն է բաժանում Ավետիք եւ Կարեն Գրիգորյանների հետ։ Իդեպ Ավետիքը այս տուրում ոչ ոքի խաղաց Լևոն Բաբուջյանի հետ, որը ունի կես միավոր։ Նույն արդյունքով մրցաշարային աղյուսակի նկուղում է նաև Արման Փաշիկյանը։ Կանանց մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակով միանձնյա առաջատարն է Մարիա Կուրսովան, որը սևերով հաղթեց Մարիա Գևորգյանին։ Լիաննա Աղաբեկյանը, Նաիրա Մովսիսյանը, Շուշաննա Սարգսյանը եւ Աննա Հայրապետյանը գերազանցեցին համապատասխանաբար Հասմիկ Ղամբարյանին, Լիա Մարտիրոսյանին, Անահիտ Խարատյանին եւ Եվգենիա Դոլուխանովային։ Մրցաշարային աղյուսակում հետեւյալ պատկերն է. Մարիա Կուրսովա 3, Լիաննա Աղաբեկյան, Աննա Հայրապետյան 2.5, Շուշաննա Սարգսյան 2, Նելի Աղինյան, Լիա Մարտիրոսյան 1.5, Անահիտ Խարատյան, Նաիրա Մովսիսյան, Նարինե Գասպարյան, Եվգենիա Դոլուխանովա, Հասմիկ Ղամբարյան 1, Մարիա Գևորգյանը միավոր չի վաստակել։
UEFA-ն նախատեսել է Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պատանեկան հավաքականների մասնակցությամբ միջազգային մրցաշար անցկացնել Թբիլիսիում։ Ենթադրվում է, որ ապրիլի 14-ից 22-ը հարևան երկրի մայրաքաղաքում ասպարեզ դուրս կգան նշված երկրների միջև 16 եւ միջև 17 տարեկան ֆուտբոլիստները։ Կազմակերպչական բոլոր ծախսերը եւ անվտանգության միջոցառումների ապահովումը ստանձնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Մրցաշարը միտված է ստուգելու ավելի խոշոր մրցումներ ընդունելու Վրաստանի հնարավորությունները։ Հայաստանի շախմատային ակադեմիայում շարունակվում է երկրի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հերթական հուշամրցաշարը, որին մեր հայրենակիցներից բացի մասնակցում են նաև Ռուսաստանը, Վրաստանը, Լատվիան եւ Իրանը ներկայացնող 12 շախմատիստներ։ Նրանցից 4-ը գրոսմայստերներ են։ 7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում է ռուսաստանցի միջազգային վարպետ Վլադիմիր Բելոուսը, որին 1 միավոր է զիջում միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը։ Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր։ Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարիկ Կասպարովը կարծում է, որ Հոլանդիայի Վեյկանզեե քաղաքում մեկնարկող ավանդական գերմրցաշարում հաղթելու գլխավոր հավակնորդներն են Լևոն Արոնյանը եւ նորվեգացի Մագնուս Կարլսենը, որոնց հաջողությանը իր վստահությունը պատրաստ է հաստատել անգամ խաղադրույքի միջոցով։ Մրցաշարի A խմբի առաջին տուրում Արոնյանը սևերով մրցելու է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, իսկ ավելի թույլ կազմ ունեցող C խմբում Էլինա Դանելյանը Անդրանիկ հանդիպումը անցկացնելու է սպիտակներով։ Մրցակիցն է ռուս Մաքսիմ Տուրովը։ Հայաստանը ներկայացնող Եկատերինա Վինոգրադովան 92 մասնակիցների պայքարում 79-րդ տեղն է գրավել Չեխիայի Նովե Մեստո բնակավայրում ընթացող բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի կանանց 7.5 կիլոմետր արագավազքում։ Նա շուրջ 5.5 րոպե է զիջել մրցատարածություն անթերի հաղթահարած ռուս մարզուհի Օլգա Զայցևային։ Ընդհանուր հաշվարկի առաջատար գերմանուհի Մագդալենա Նոյերը այս անգամ կրկին երրորդն էր։ Ռուսական Sport Express թերթի հարցման արդյունքներով այդ երկրի 2011 թվականի լավագույն մարզուհի է ճանաչվել բարձրացածկորթուի Աննա Չիչերովան։ Քվեարկությանը մասնակցել են պարբերականի 100 թղթակիցներ եւ մեկնաբաններ։ Ավելի ուշ տված հարցազրույցում Չիչերովան պատմել է, որ իրականում ինքը մասամբ հայուհի է։ Հայ է եղել հորական կողմից նրա տատը։ Ավելին Չիչերովան կյանքի առաջին 10 տարիները ապրել է Հայաստանում, իսկ անձնագրում էլ արձանագրված է, որ ծնվել է Երևանում։ Սակայն նրա դեպքում կադրերի արտահոսքի մասին խոսելն անտեղին է, քանզի Չիչերովների ընտանիքը Հայաստանից հեռացել է 18 տարի առաջ։ Բրազիլական ֆուտբոլի աստղ Նեյմարը պաշտոնապես 2 տարով երկարաձգել է պայմանագիրը Սանթոսի հետ։ Նա ակումբի տրամադրության տակ կմնա մինչև 2014 թվականի համար։ Սանթոսի ներկայացուցիչները սակայն չեն բացառում, որ Եվրոպայից շահավետ առաջարկի դեպքում ավելի վաղ կբաժանվեն 19-ամյա ֆուտբոլիստից, որը ճանաչվել է 2011 թվականին աշխարհում խփված ամենագեղեցիկ գոլի հեղինակ։ Միջազգային որևէ կոչում չունեցող չինացի շախմատիստ Յու Ռույհանը հաղթել է Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտված միջազգային խոշոր մրցաշարում թիկունքում թողնելով 18 գրոսմայստերների։ Մրցաշարին մասնակցել է 16 երկրի 297 շախմատիստ։ Այսօր նախատեսել էինք այսքանը։ Մինչ հանդիպում։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Հիշեցնեմ, որ Շարմ ռադիոյի ստուդիայում աշխատեցին Ժիրայր Ոսկանյանն ու Արտակ Մուրադյանը։ Մինչ հանդիպում։